Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրվարույթով բացահայտվել են ընտրակաշարք տալու, ստանալու եւ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Օտար երկրում բնակվող հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք ազգային ժողովի ընտրություններին ուժեղ Հայաստան կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարկ գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու եղանակով խոստացել են տալ կաշառք։ Նույն անձինք փորձել են խոչընդոտել Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Նախաձեռնվել է քրվարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել խոզարկություններ։ Փաշինյանը հայտարարել է, որ նախընտրում է ցույց տալ, քան պատմել, թե ինչ է արել Հայաստանի համար Ֆրանսիայի նախագահը։ Այս մասին նա նշել է կառավարության նիստից հետո ճեպազրույցում, ինչ է արել Մակրոնը Հայաստանի համար հնչած հարցինի պատասխան։ Մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է արել, ինչի պատմեմ, ցույց կտանք։ Բարձր են գնահատում խաղաղության համաձայնագիրը, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկում Հայաստանն ու Ադրբեջանը։ Մենք Հայաստանը ընկալում ենք շատ կարևոր գործընկեր Հարավային Կովկասում։ Հայաստանի նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Լատվիայի նախագահը։ Ռինկևիչսը Խաչատուրյանին պաշտոնապես հրավիրել է Լատվիա։ Մայիսի 8-ից նախընտրական քարոզարշավը մեկնարկում է, ասել է ԿՀ նախագահն ու շեշտել, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը կեղծիք կատարի։ Ես ընտրվելիս ասել եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակ ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ, որևէ մեկը հնարավորություն չի ունենալու ընտրությունները կեղծելու։